Բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների կամ այսպես կոչված email կոդերի միասնական համակարգ պետք է ներդրվի։ Հունիսի 25-ին կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին։ Իսկ ինչ է email կոդը? 15 նիշ ունեցող այդ համարը տարբերակում է տվյալ հեռախոսը մյուս բոլորից։ Երբ որ դուք ձեր հեռախոսը միացնում եք, SIM card եք դնում ու միացնում եք, ցանցը տեսնում է հեռախոսի email կոդը, օպերատորը տեսնում է։ Չմաքսազերծված եւ կեղծ կոդերով բջջային սարքերի շրջանառություն, հարկային կորուստներ, շուկայի մրցակցության խաթարում, անձնական տվյալների պաշտպանության թերություններ, կիբեր եւ ֆիզիկական անվտանգության խնդիրներ, email կոդերի գրանցման ու վերահսկողության բացակայությունը այսպիսի ռիսկեր է ստեղծում։ Կառավարությունում ներկայացրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։ Եթե ֆիզիկական անձը քաղաքացին արտերկրից բջջային հեռախոս պետք է ներմուծի Հայաստան եւ օրացուցային տվյալ տարում կամ նախորդ տարում է արտադրված այդ բջջային հեռախոսը, ապա քաղաքացին գրանցման համար պետք է վճարի 3000 դրամ պետական տուրք։ Եթե ավելի հին հեռախոս է, ապա պետք է գրանցի եւ դրա համար որևէ տուրք չի նախատեսվում։ Երկրորդ, երրորդ, չորրորդ եւ հնարավոր հետագա բոլոր հեռախոսների ներմուծման պարագայում ֆիզիկական անձը տվյալ տարվա 365 օրվա ընթացքում 2026 թվականին արտադրված հեռախոսի համար պետք է վճարի 100,000 դրամ տուրք, ինչ 2025 թվականի համար 20,000 դրամ տուրք։ Թվերը պայմանական են, դեռ կլինեն փոփոխություններ, քննարկումներ, նշվեց կառավարությունում։ Բջջային կապի օպերատորը անմիջապես կկասեցնի կապի ծառայության մատուցումը, եթե email կոդը գրանցված չլինի։ Մենք ստեղծում ենք շտեմարան, շտեմարանը կառավարելու է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, այն սպասարկելու է ադմինիստրատորը, որը ձևավորվելու է բջջային կապի օպերատորների կողմից։ Այս նախագծով մենք փաստորեն չենք արգելում, որ նոր հեռախոսներ, նոր բջջային հեռախոսներ մտնեն Հայաստան, պարզապես եթե դրանք չգրանցվեն, եթե դրանք մնան ստվերում, ուղղակի ֆունկցիոնալ առումով անպիտան կլինեն։ Օրենքի նախագիծը սակայն քննարկումների ու դժգոհությունների ալիք բարձրացրեց մասնագետների շրջանում։ Փաստացի մենք ստեղծում ենք միասնական բազա, որը թույլ է տալիս մարդկանց շատ հստակ իդենտիֆիկացնել։ Այդ տվյալների բազան տալիս ենք ինչ-որ մասնավոր ընկերության եւ նաեւ այդ մասնավոր ընկերությանը թույլ ենք տալիս օգտագործել այդ տվյալները կոմերցիոն բնույթով։ Այստեղ բնականաբար առաջանում են հարցեր, արդյոք այս ամեն ինչը չի օգտագործվի այլ նպատակներով։ Պլյուս դրան նաև ընդհանրապես հարց է, թե ինչու այս լուծումները տալ։ Մենք գնում ենք կարծես թե դեպի Եվրամիություն, այդ ուղղությունն ենք ընտրել, այնտեղ ոչ ոք այս լուծումը չի ընդունել։ Ոլորտի փորձագետը շարունակում է, պետք է հասկանալ արդյոք սա համաչափ քայլ է մաքսանենգության դեմ պայքարին, հատկապես այն պարագայում, երբ որոշումը վերաբերում է բոլորին, իսկ ինչ է կատարվում հեռախոսների ներկրման ոլորտում։ Մեր կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստարկվել են բազմաթիվ դեպքեր, երբ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք ներմուծված բջջային հեռախոսները հետագայում հայտնվել են առևտրային շրջանառության մեջ։ Մեզ հաջողվել է բացահայտել ոչ միայն այդ բջջային հեռախոսները տեղափոխող անձանց, այլ նաև այդ սխեմայի կազմակերպիչներին եւ իրական շահառուներին։ Բոլոր փաստական տվյալները վկայում են, որ այս ոլորտում գործում է կազմակերպված սխեմա, եւ դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը ոչ միայն այդ իրավախախտումների բացահայտումն է, այլ նաեւ այնպիսի կանխարգելիչ համակարգի ներդրումը, որը նման սխեմաների իրականացումն ի սկզբանե կդարձնի անհնարին կամ էապես կսահմանափակի։ Միայն 2026 թվականի 5 ամիսներին պետական եկամուտների կոմիտեն 85 հսկողական եւ օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացրել։ 4 դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, պետությանը շուրջ 165 միլիոն դրամ վնաս պատճառելու հատկանիշներով։ Ճշգրտումների արդյունքում 22 տնտեսվարողի մոտ առաջացել է շուրջ 407 միլիոն դրամ լրացուցիչ հարկ։ Ապօրինի ձեռնարկատիրության 2 դեպքով առաջադրվել է 76 միլիոն դրամի տուգանք։ 6 տնտեսվարողի մոտ հայտնաբերվել է ապրանքային պակասորտ, տուգանքի չափը 21 միլիոն
միլիոն դրամ։ 23 տնտեսվարող ՀԴՄ կտրոնները տրամադրել է խախտումներով, տուգանքը 13 միլիոն դրամ։ Բացահայտվել են նաև առանց փաստաթղթերի ապրանքների իրացման, աշխատողների չգրանցման դեպքեր, տուգանքի չափը 2.2 միլիոն դրամ։ Վերադառնալով օրենքի նախագծին, թեմայի վերաբերյալ լրագրողները հարց էին ուղղել Արդարադատության նախարարին։ Արդյոք հեռախոսների ապօրինի ներմուծման դեմ պայքարից զատ սա հասարակությանը վերահսկելու փորձ չէ։ Անձնական տվյալների պաշտպանության բարձր շեմ պետք է նախատեսվի բոլոր նման տիպ դեպքերի համար եւ մենք հիմա աշխատում ենք անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ եւ կարծում եմ, որ ձեր բոլոր մտահոգությունները պետք է որ փարատվեն եւ պետք է վերադառնանք նախագծի նպատակին, նպատակը բացարձակ որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ, այլ ուղղակի ապօրինի կամ 25 ճանապարհով կամ ապօրին ճանապարհով հեռախոսների մուտքը դեպի Հայաստանի Հանրապետություն արգելելն է։ Օրենսդրական նախագծի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունից։ Նշեցին, որ այս փուլում նպատակահարմար չեն համարում ռեպորտաժային ձևաչափով հարցազրույց տրամադրել, քանի որ գործակալության ղեկավար կազմը ներգրաված է այլ առաջնահերթ աշխատանքներում, ինչպես նաև օրենքի նախագծի մի շարք հարցեր առայժմ գտնվում են քննարկման փուլում։ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ օրինագծի շուրջ իրենց մեկնաբանությունները դեռ մարտին են փորձել տեղադրել Իդրաֆտում։ Բայց համակարգը չէր աշխատում։ Հետո փորձեցինք ուղարկել էլեկտրոնային փոստով Իդրաֆտի, երևի դա էլ չէր աշխատում։ Փաստացի պետական կառույցները ոչ մի մեկնաբանություն չեն ստացել։ Իրանց տեսանկյունից տպավորություն ա ձևավորվել, որ ոչ ոք չունի ինչ-որ բացասական կարծիք։ Ապա ոլորտի փորձագետը նշում է, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ պայմանավորվել են առաջիկայում հանդիպել ու քննարկել օրենքի նախագիծը։ Էմմա Վարդենյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։